Ինչու է բռնության լեզուն նրա միակ ինքնապաշտպանական մեխանիզմը, որովհետև փաստերը սպառվել են։ Երբ չես կարողանում պատասխանել հարցերին, երբ բացակայում է տեսլականը, մնում է վախը։ Պատերով ծեփելու արտահայտությունը խոսում է իշխանության պանիկայի մասին, որը պատում է նրան, երբ հիշեցնում ես ով է նա, որտեղից է եկել, ինչ օրակարգով է եկել եւ հատկապես ինչ գործունեությամբ է զբաղվում։ Այստեղ մի փակագիծ եմ ուզում բացել։ Մասնագիտությամբ հոգեբան չեմ, բայց քաղաքական հոգեբանություն լավ եմ ուսումնասիրել։ Սա ասում եմ, որպեսզի հասկանանք Քաջ Նազարի ազգային ժողովում հիստերիկ եւ անհավասարակշիռ պահվածքի պատճառներից հոգեբանականը։ Տեսեք, ինչպես յուրաքանչյուր գիտություն կամ գիտական ուղղություն ունի հետազոտման մեթոդներ, վալիդ, ռեալ արդյունքներ ստանալու համար դու պետք է ապավինես հստակ մեթոդաբանությանը։ Հոգեբանության մեջ կա մի մեթոդ, որը միասին է դիտարկում մարդու գործունեությունը եւ գիտակցությունը։ Այսինքն, եթե փորձենք դիտարկել Նիկոլի այս ելույթը ազգային ժողովում, ապա չենք կարող առանձնացնել նրա գիտակցությունը եւ գործողությունները։ Նա գործում է այնպես, ինչպես մտածում է։ Պետք չէ մտածածին ինչ-որ բաների գիրք ընկել եւ ասել, որ ամբողջ կրկեսը անում է սա, քանի որ Հայաստանը խնդիր ունի գոնե այս պայմաններում, տարածաշրջանային եւ գլոբալ լարված պայմաններում հավելյալ չլարել մեր հարաբերությունները Անկարայի եւ Բաքվի հետ։ Սա իլյուզիա է, որը գործող ավազակախումբը իր ագիտպրոպի միջոցով փորձում է թմրեցնել եւ մանիպուլացնել մարդկանց։